Հայաստանի ռազմական բյուջեն կավելանա, Բաքվի բանտերում տառապող հայգերիներն ազատ կարձակվեն, Սամվել Կարապետյանի իշխանության գալուց հետո հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Հունիսից Հայաստանում տեղի ունեցող ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը ստանձնելու է երկրի կառավարման պատասխանատվությունը ըստ բոլոր անկախ հարցումների, ըստ մարդկանցից ստացած հազարավոր ազդակների։ Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը։ Ազգային բարերարի քաղաքական ուժն այսօր հրապարակել է Ուժեղ խաղաղություն, Հայաստանի անվտանգության նոր ծրագիրը։ Այն կազմված է 6 կետից։ Ծրագիրը ներկայացրել է լեգենդար հետախույս Արթուր Ավանեսյանը, առավել հայտնի Կանդազ մարտական կեղծանունով։ Մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն, որը կբերի ուժեղ խաղաղության, ապահովված մի քանի երաշխավորների կողմից, իսկ բանակցությունները կլինեն առանց միակողմանի զիջումների, պահպանելով կարմիր գծերը։ Մենք կկառուցենք ուժեղ ու արդիական բանակ, ավելացնելով պաշտպանական բյուջեն, վերապատրաստելով անձնակազմը և գնելով նորագույն համակարգեր։ Ներդնելով բազմաշերտ արդիականացված հակաօդային պաշտպանության համակարգ, մենք կունենանք պաշտպանված երկինք։ Կկառուցենք խելացի սահմաններ, 100%-ով պաշտպանված և ամուր դիրքերով, կիբերանվտանգությամբ, դրոններով, գիշերային տեսանելիության սարքերով, թվիչներով և թիրախամորման համակարգերով։ Հայաստանում կլինի արժանապատիվ ծառայություն, կսահմանվի աշխատավարձ ժամկետային զինծառայողների համար, իսկ ծառայությունը ավարտելուց հետո կրթությունը կլինի անվճար։ Մենք կհիմնենք ուժեղ տեղական ռազմատնաբերություն և Սամվել Կարապետյանի շնորհիվ կներգրավենք միջազգային ներդրումներ, ընդամենը 6 քայլ, և մենք կունենանք ուժեղ խաղաղություն։ Ուժեղ խաղաղություն ծրագիրը կազմել է միջազգային մասնագետների թիմ, Իսրայելի հակաօդային պաշտպանության երկաթե գմբեթի ճարտարապետներից մեկը, այդ երկրի հոբ ուժերի նախկին հրամանատար Զվիկա Խայմովիչը ծրագրի համահեղինակներից մեկն է։ Մենք ապրում ենք դարաշրջանում, որտեղ նոր սպառնալիքներ կան, այս նոր սպառնալիքները նոր տեխնոլոգիաների տեսքով են ներթափանցում, ԱԹՍ-ներ, նոր հրթիռներ, տարատեսակ տեխնոլոգիական զարգացումներ, որոնց պետք է դիմակայել։ Ազգային անվտանգության այս ծրագիրը մեզ համար պարզապես թուղթ չէ, եւ վերջին մի քանի շաբաթներին, մի քանի ամիսների ընթացքում մենք մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի այս ամենն իրականանալի լինի։ The day after the election. Սահմանների պաշտպանության համար Ուժեղ Հայաստանն առաջարկում է լուրջ վերապատրաստում հատուկ ջոկատայինների համար։ Այդ հարցում մեր զինուժին կօգնի Իրաքում, Լիբանանում, Քուվեյթում եւ Ճապոնիայում ռազմական հատուկ գործողությունների մասնակից Հունաստանի բանակի հատուկ նշանակության ջոկատի նախկին զինվոր պրոֆեսոր Էֆրիմիս Տուրտիդիսը։ Armenia is a region where stability Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ երբեք չի եղել անվտանգության երաշխիք եւ պատրաստված լինելը Հայաստանի համար պարզապես մի տարբերակ չէ, այն պարտադիր է, այն թույլ է տալիս պաշտպանել երկիրն ու ժողովրդին։ Երբ մենք խոսում ենք պատրաստվածության, ուժի մասին, մի կարևոր բան պետք է հիշենք. ուժեղ բանակի նպատակը կոնֆլիկտը չէ, նպատակը խաղաղությունն է։ The goal of strong armed forces is not conflict. The goal is peace. Հայաստանն ապրում է իր ամենախոցելի ժամանակները ռազմական ու դիվանագիտական զսպող մեխանիզմներից զուրկ, կարծում է ամերիկահայ դիվանագետ, Արգենտինայում եւ Ռուսաստանում ԱՄՆ փոխհյուպատոս Միքայել Դարփինյանը։ Նա Ուժեղ խաղաղություն ծրագրի համահեղինակներից մեկն է։ Today, no lasting peace is possible without a stable Այսօր որևէ խաղաղություն հնարավոր չէ առանց կայուն, զարգացած ազգային անվտանգության համակարգի, ուժեղ զինուժի ու դրանց փոխլրացնող հմուտ դիվանագիտության։ Հետևաբար ոչ թե պետք է զինուժի բյուջեն կրճատել, այլ հակառակը, պետք է որևէ լումա չխնայել մեր զինուժի հզորացման համար։ for strengthening the armed forces. Պաշտպանված երկնքով եւ ամուր սահմաններով Հայաստան է խոստանում Սամվել Կարապետյանը քաղաքացիներին։ Ազգային բարերարը, որ զրկված է տեսաուղերձով հայրենակիցներին դիմելու իրավունքից, արհեստական բանականության ստեղծած ուղերձով է ամփոփել Ուժեղ խաղաղություն անվտանգային աննախադեպ ծրագրի շնորհանդեսը։ Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի խնդրելու։ Նա այն կկառուցի սեփական ուժերով։ Թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին։ Հայաստանը չի կարող լռեցվել։ Այլևս թույլ չենք լինելու։
Շնորհակալ եմ շատ, հարգելի ներկաներ։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ներառական զարգացում, ձեռքբերումներ եւ անելիքներ խորագրով համաժողովին, որը նվիրված էր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրների լուծմանը։ Կառավարության ղեկավարը իր ելույթում շեշտել է, որ 2023 թվականից ի վեր այս հարցը եղել է գործադիրի առաջնահերթությունների շարքում եւ պետբյուջեից արդեն իսկ հատկացվել է շուրջ 145 միլիարդ դրամ տարբեր սոցիալական եւ աջակցության ծրագրեր իրականացնելու համար։ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ իրենց նպատակն է օգնել տեղահանված հայրենակիցներին վերջնականապես հաստատվել Հայաստանում։ Ես շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին, որ այդ փնտրտուքի հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետեւ ես կարծում եմ, որ ինձ համար ակնհայտ է, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ Հայաստանի Հանրապետությունում օգնենք ամեն ինչով աջակցենք, որ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդը տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ հարատև իրենց եւ իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Մեզ պետքա ձեզնից ազդակներ ստանալ, թե ինչ պետքա անենք, որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք։ Ըստ ԶԼՄ-ների Սաիդ Ջալալին նշանակվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունից հետո։ Ջալալին Իրանի քաղաքական վերնախավի պահպանողական թևի ամենակարկառուն ներկայացուցիչն է։ 2007-ից 13 թվականներին նա եղել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը եւ գլխավոր միջուկային բանակցողը։ Նա հայտնի է իր ծայրահեղ կոշտ դիրքորոշմամբ, արևմուտքի հետ բանակցություններում երբեք զիջումների չգնալով։ Իրանում հուղարկավորել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված բարձրաստիճան պաշտոնյաներին։ Իրանցիները վերջին հրաժեշտն են տվել անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, նրա որդուն եւ բասիջ զորքերի հրամանատար Սուլեյմանիին։ Ավելի վաղ համացանցում նաև տարածվել էր այն տան կադրերը, որտեղ իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել էր Ալի Լարիջանին։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Թուրքիան պատրաստվում է լոգիստիկ աջակցություն տրամադրել Իսրայելին։ Ինչպես հայտնում է Ermeni Haber-ը, խոսքը վերաբերում է այն լուրերին, համաձայն որոնց զենք ու զինամթերք է թույլատրվել տեղափոխել Իսրայել Թուրքիայի տարածքով։ Պաշտոնական Անկարան պարզաբանել է, որ նմանատիպ պնդումները չեն համապատասխանում իրականությանը եւ կոչ արել հանրությանը չհավատալ անհիմն հրապարակումներին։ Միևնույն ժամանակ հստակեցվել է, որ նախագահ Էրդողանի ստորագրած նոր հրամանագիրը իրականում սահմանում է մաքսային տարածքով ռազմական տրանսպորտային միջոցների եւ զինամթերքի տարանցման ու վերարտահանման նոր կանոնակարգեր։ Աշխատակազմից շեշտել են, որ ռազմական սարքավորումների տարանցումը երկրի տարածքով թույլատրված չէ եւ այս իրավական փոփոխությունները որևէ առնչություն չունեն տարածաշրջանային ներկա զարգացումների հետ։ Ըստ պաշտոնական հայտարարության, կարգավորումները կրում են զուտ ընթացակարգային բնույթ եւ չեն նախատեսում աջակցություն որևէ կողմի։ Ոչ միայն 2025, 2024 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունների ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, հայտնելով, որ հակամարտության երկարաձգման դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է մեծապես տուժել, քանի որ վնասները ակնհայտ են, նույնիսկ հիմա գնաճային ռիսկերի տեսքով։ Միևնույն ժամանակ նախարարը հավաստիացրել է, որ այս պահին հանրապետությունում ապրանքների դեֆիցիտի խնդիր չկա։ Գերմանիայի մայրաքաղաք Բերլինի օդակայանը աշխատակիցների զանգվածային գործադուլի պատճառով ստիպված է եղել չեղարկել նախատեսված բոլոր 445 չվերթները։ Շուրջ 57,000 ուղևորներ չեն կարողացել ոչ մեկնել եւ ոչ էլ գալ Բերլին։ Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, բողոքի ակցիային մասնակցում է օդանավակայանի շուրջ 2000 աշխատակից։ Որոշ տեղեկությունների համաձայն գործադուլը կշարունակվի մինչև կեսգիշեր։ Օդանավակայանի խոսնակի փոխանցմամբ ավիաընկերությունները նախապես տեղեկացրել են քաղաքացիներին չեղարկումների մասին եւ առաջարկել ճանապարհորդության այլընտրանքային տարբերակներ։ Տրանսպորտային խափանումները նախաձեռնել է Գերմանիայի ծառայությունների ոլորտի Verdi արմիությունը։ Օդանավակայանի աշխատակիցները առաջարկել են 2026-ից 28 թվականների համար աշխատավարձը բարձրացնել 6%, սակայն օդակայանի ղեկավարությունը պնդել է, որ կարող է միայն 1-ից 1.5% բարձրացնել։